Так, բարև հարգելի հայրենակիցներ, ագին ժամանակ էր եթեր չեմ հել է, մտքերս ձերետ չեմ կիսե, բայց կողքից հետևել եմ, թե ինչ է կատարվում, ուշի հետևել եմ, ուրեմն ասեմ հետևյալը, հա? Ինձ առաջինը ինչ եմ ուզում ասեմ, ինչի մասին եմ ուզում ասեմ, առաջին ուզում ասեմ դեկտեմբերի առաջի 10-օրյակի մեջ է, ուրեմն կատարով մի բան, առաջի փողը, առաջի զիջումը, որ արեցի մի ղեկավարությունը, կոնկրետ Փաշինյանը իր գլխավորությամբ, հա, որտեղ Հայաստանում այսօրվա դրությամբ Փաշինյանի առանց մի ցուցմունքի ոչ մի բան չի կատարում, առանց իր դաբրոյի ոչ մի բան չի կատարում։ Ուրեմն սա ինչ կատարվավ, հա։ Հիմա աշխարհը թևակողել է մի դարաշրջան, որը որ մարդկության մեջ ու պետության ու ազգերի մեջ աշխատում են մի ուղղության վրա։ Ունենան իրանց հետևում ամուր հիմք։ Ամուր հիմքը ինչ է։ Լավ հարուստ պատմություն, հա, լավ հարուստ արվեստ, հա, կապ չունի, եթե ազգը չունի դա, ուրեմն պետք է եթե ազգը չունի, բայց ցանկություն ունի առաջ գնալու, որպեսզի ինքնահաստատվի, հա, ասելիք ունենա, ուրեմն ինքը պետք է ձեռք բերի։ Ինչպես ձեռք բերի, ուրիշներինը իրանով պիտի անի։ Այսօրվա դրությամբ, ես մի 100 տարվա դրությամբ եմ ասում, ես դրանից առաջ չեմ ասնի, տեսեք, Իսրայելը ինչեր է անում, Իսրայելը համարյա սաղ աշխարհի պատմությունը վերագրում է Իրանով, թե ինքը դուրս է գալիս, որ ինքը աշխարհի ամենահին ազգն է, ու սաղ Իրանից է, ինչքան լավ բան կա Իրանն է, ինչքան վատ բան կա դա վարվռներն են։ Հիմա ասենք մեր հարևանների մեջ, հա, սրանց ուրեմն Սերժի ժամանակ, գիտեք որ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա արժեքն է, որը որ ամրագրվում է, այդ արժեքը ումն է պատկանում, հա։ Ուրեմն ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սերժի ժամանակ, վատ Սերժի ժամանակ, հա, վատ Սերժի ժամանակ, լավաշը ամրագրվա, որ դա հայկական հացն է։ Հայկական հացն է, դա վատ Սերժի ժամանակ։ Հիմա ասենք լավ Փաշինյանի ժամանակ, որը որ դուք բերեցիք ժողովուրդ, հա, դուք բերեցիք ու դուք ասում եք, որ Սերժը տարածքներ է հանձնում, Սերժը դավաճան է, Սերժը զիջումների է գնացել, չգիտեմ ինչեր է ստորագրում, ու սենց լիքը բաներ։ Բերեցիք Փաշինյանին, որը որ Փաշինյանը սրա դեմը պետք է առնի։ Հիմա տեսեք, դեկտեմբերի առաջի 10-օրյակում, հա, նախքան այդ ասեմ, Փաշինյանը դրեց, ուրեմն նախարարներին սա փոխեց։ Նախարարին փոխեց ու եւ այն նախարարը, որը որ պիտի պատասխան տար, որը որ պիտի աշխատեր իրավությամբ, արվեստը, հա, կուլտուրան արվեստը, այդ նախարարին դրեց մի հատ փախած հնդուշկի, որը որ ոչ մի բան չի հասկանում, որը որ կապիկից չի տարբերվում, հա, բերեց դրեց դրան։ Փաշինյանը չգիտեր, որ ինքը դնում է մի հատ հնդուշկի, որը որ ոչ մի բան չգիտի, ու այդ հնդուշկեն կարողանար այդ պայմաններում, այդ իրավիճակներում կարողանար այդ պայքարի մեջ մտներ եւ հաստատեր եւ պաշտպաներ ազգային արժեքները, ազգային ժառանգությունը։ Չգիտեր, եթե չգիտեր, ուրեմն մի ոչ խարել Փաշինյանն է։ Իսկ եթե գիտեր, ուրեմն դավաճան էր։ Առաջինը ինքը դրել էր մտածված, որպեսզի դավաճաներ սաղ հանձներ։ Հիմա ասեմ ինչումն է խոսքը։ Ինչումն է խոսքը նրանում է, որ դեկտեմբերի առաջի 10-օրյակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատեց, որ Քոչարին ադրբեջանական պար է։ Всё։ Տոճկեն դրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Դուք լավ գիտեք, որ Քոչարի մի քանի հազար տարվա պար է։ Մի քանի հազար տարվա պար է։
Եվ այդ քոչարին դա մարտական պար է։ Մարտական պար է։ Սա ինչ է նշանակում։ Շատերը մտածում են մեր ժողովրդի մեջ կա մի ստվար հատված ոչխարների ոհմակ, որը մտածում է, դա հիմա պար է էլի։ Այդ անասունը չի, այդ անասունները չեն հասկանում, պար է էլի։ Դե դու էլ մարդ ես էլ, երկու ոտնանի, մի գլուխ, երկու ձեռ, բայց ոչխարից չես տարբերվում։ Այնքան որ ոչխարը բեանում, դու ոչ մի բան չես անում։ Ասեմ, շարունակեմ։ Ինչ է նշանակում մի քանի հազար տարվա պարը Ադրբեջան Իրանով անում է։ Մենք գոռում գոչում ենք, որ Ադրբեջանը ընդամենը 21 թվականին ստեղծվավ այդ պետությունը, չի եղել։ Դա փաստ է, չի եղել։ Բայց sense մի քանի քայլով Ադրբեջանը ուրեմն հիմք է դնում, որ այս տարածքի վրա ինքը մի քանի հազար տարի է։ Հասկացաք հիմա։ Ոչխարներ Են ծապ տվող հուհա գոռացողներ։ Դուք ինչ եք անում։ Դուք փաստացի դուք ձեր ձեռով ստորագրում եք, դուք ձեր ձեռով գրում եք ձեր անասունի հետ, Փաշինյանի հետ դուք ձեր ձեռով գրում եք, որ Ադրբեջանը մի քանի հազար տարվա պատմություն ունի այս տարածքի վրա։ Դուք հասկանում եք ինչ եք անում, եթե գլուխները չի աշխատում, մի քիչ լսեք գոնե։ Մի քիչ լսեք իմացողներին, հետագան։ Այսօր դուք քայլ արել եք, որը որ մի հատ ձեր հիմար խելքով քարը գցել եք փոսին, որ չգիտեմ քանի 100 տարի խելոքներ պիտի տառապեն, բայց չկարողանան այդ քարը հանեն։ Հասկացանք։ Սա մեկ։ Սրա համար մենակ զուտ սրա համար Փաշինյանին կախել էր պետք հրապարակում։ Ավելի ճիշտ այնտեղ, որտից որ ինքը առաջին քայլն արեց, այն քայլը որ արեց, հենց այդտեղ իրան խաչի վրա մեխել էր պետք, մեխել, բայց որպեսզի չմեռներ, քամվեր։ Սա մեկ, անցնեմ դալշը, շարունակեմ առաջ, շարունակեմ, ուրեմն միտքս ինչումն է, միտքս նրանում է, որ ինչ Փաշինյանը եկել է, հա, Փաշինյանն եկել է, ինքը հանդիպումներ է ունենում, ասենք Եվրոպայում ինքը հանդիպեց Ալիևի հետ, հանդիպեց, ինքը ամառը հրապարակում մի հատ լավ սիրուն կապիկական պար բռնեց, շատ կապիկական պար է, դի կապիկները այդ պարային ժամանակ են պարում, երբ որ էքի համար քյալա են տալիս, եթե մի քիչ կենթանաբանական ֆիլմեր նայեք, օրինակ նայեք կապիկներին, երբ որ կապիկների ժամանակը գայիս որ իրանք պիտի երկու որցեր մի էքի համար քյալա են տալիս, պայքար է գնում, տեսեք եւ կհամոզվեք։ Ուրեմն հրապարակում մատ թափտվեց ու ասեց, որ ստեղ սենց է։ Հրապարակնա որոշողը։ Ես անել եմ, գամ ձեզի հրապարակում, ձեզ ասել եմ, դուք էլ որոշել եք։ Լավ, հասկացանք։ Որպեսզի հրապարակնա որոշողը, դու գնում ես Ալիևի հետ այս հանդիպում, չգիտեմ ում հետ ես հանդիպում, ու այդ հանդիպումները քո անձնական բնույթի հանդիպումներ չեն։ Դրանք հանդիպումներ են, որը կապված է ազգի ճակատագրի հետ։ Դրանք հանդիպումներ են, որը կապված է Արցախի հետ։ Ինչ է նշանակում, երբ որ դու գնում խոսում ես ու գայցես ոչ մի բան չես ասում։ Դու պիտի աչոտ տաս ժողովրդին։ Դու ինչ ես խոսած։ Սերժի ժամանակ մենք իմանում ենք ինչ էր խոսում։ Կամ եթե նախորոք ենք իմանում, որ ես ինչ օրից ինչ տեղը պետք ինքը հանդիպում ունենա։ Քո վախտով չկա։ Սա ինչ է նշանակում։ Տալպա ուր եք։ Հուհա։ Անցնեմ երկրորդ հարցից, ուրեմն երկրորդ հարցը ինչումն է, երկրորդ հարցը կապված է բանակի հետ։ Ուրեմն ինչ ինքը եկել է, հա։ Վերբովկա է անում, ժողովրդի ուղեղը լվանում են, ուղեղը լվանում են։
Ուրեմն ժողովուրդ, ես չեմ հասկանում, դուք 88 թվին, երբ որ խաղաղ ապրում ենք սովետի ժամանակ, հələ հիշեք 88 թվին, հիմիկվա ջահելությանը չեմ ասում, որովհետև հիմիկվա ջահելությունը ոչ մի բան չի հիշում, իրանց ուղեղը լվացած է։ Լվացած է արևմտյան սիստեմով։ Հիմիկվա ջահելությունը չի հիշում, լավ, ժողովուրդ, դուք լավ հիշում եք 88 թիվը, փետրվարը, մինչև փետրվար ամիսը, նորմալ հունով ապրում ենք։ Սովետական միության ժամանակ։ Եվ հանգարց 88 թվի փետրվարի 28-ին ռումբը պայթեց։ Անկախ որևէ ոչ մի բանից, Սումգայիթ ու Բաքու։ Ով էր մեղավորը։ Ու գնաց այս սաղ պատմությունը, հա, մոռացել եք սովետական բանակը 3 օր ուշացավ, ոչ մի բան չարեց, կանգնած էին ու նայում էին զինվորները, թե ինչպես են Բաքվի փողոցում հայերին վառում կրակի վրա։ Դուք դրանք սաղ մոռացաք։ Հա։ Պատմությունը շեք պատմությունը ոնց մոռացաք, չէ՞ որ պատմության մեջ ասում է երբեք չհավատաց թուրքին։ Լավ խոսք ասված ու շատ ճիշտ խոսք ասված, բայց ասված է խելոք մարդկանց համար, ոչ թե ոչխարների համար, որ ոչխարը դա այն կենդանին է, որ ինքն իրան այդ մատաղ անում։ Ինքը իր կարճ խելքով գնում է միշտ գելի բերանը։ Երեք ինձի։ Ուրեմն 1908 թիվ Բաքվի կոտորածներ, հա, 88 թիվ Սումգայիթի կոտորած, 90 թիվ Բաքվի կոտորած, այս սրանք ձեր համար դաշտ չեղավ, հա, դուք էլի եք ուզում կոտորվեք։ Շուշիի կոտորածը, դուք էլի եք ուզում կոտորվեք։ Դուք պարտադիր, դուք չեմ հասկանում, դուք ուզում եք ամեն մի ծնող իր ժառանգին, իր կարճ խելքով, իր ժառանգին դրտում է, որ ինքը մի հատ կոտորվել է, մի հատ էլ իր ժառանգին կոտորեն։ Ես չեմ հասկանում, դուք ինչ եք, ոնց եք մտածում։ Բանակում, ասում է, բանակում ուրեմն ազերբայջանցիք այնքան լավն են լավացել, այնքան արտակարգ են, սալդատի վրա չեն կրակում, Փաշինյանին հարգում են, ուսում մի հատ սալդատի վրա չի կրակում։ Իսկ ինչքան որ զոհ է լինում, դա ուրեմն մեր բանակի մեջն է, մեր բանակի խնդիրն է, Արցախի խնդիրն է։ Ուրեմն Արցախում, գիտեք, ընդեղի արցախցի կետի պարզվում է հիմիկվա Փաշինյանական ծրագրով, հա, պարզվում է դրանք հայ չեն։ Դրանք հայի ու ազերբայջանցու թշնամին են։ Դրանք ինչ-որ մի ուրիշ ազգ են, ինչ-որ մի չգիտեմ ինչ են վայրենի, որ մտել են ազերբայջանցու ու հայի արանքը թշնամացնում են իրար։ Արա դուք չեք ամաչում։ Դուք չեք ամաչում, ես ինչ եք անում։ Հա։ Ուրեմն թուրքը խփում է, թուրքը քո զինվորին խփում սպանում է, դու ասում ես հայնար է։ Ուրեմն դուք ձեզ չեք նստում, լավ նայում եք, ես չեմ ջոկում, դուք այդ Facebook-ի սաղ Հայաստան այսօր Facebook-ի վրա է նստած։ Դուք Facebook-ում ինչեր եք նայում։ Փաշինյանի պրոշ ծծելն եք նայում։ Պրոշը ոնց է լիզում, վերջվում եք։ Դե գիշերները քնում եք երազում Փաշինյան եք տենում։ Կնիկ ու տղամարդ։ Ձեր գլուխը չի աշխատում, այդ մտածեք, ես ոնց է լինում։ Այս ոնց եղավ, որ նույնիսկ Ադրբեջանը լավացավ, հանց եղբայրություն դառավ, բայց Ղարաբաղ Արցախցին ձեր համար դառել է թշնամի ու Արցախցին հենց հային սպանում է, հա։ Հիմա փորձեք։ Դոշից սպանված, դոշից կրակվածը, ուրեմն բանը։ Ինքնասպան է լինում։ Այդ ոնց է լինում։ Անցնեմ մյուս հարցին, որը որ չեմ հասկանում դուք ոնց եք մտածում։ Մյուս հարցին, որը որ վերաբերվում է Սիֆիլյանին։ Ուրեմն Սիֆիլյան դու ինձ սկայիշես։ Շուշի ազատագրման օրը։ Դու սրանից մի երկու տարի առաջ Արցախ գնացիր, Արցախ էր գնում 100-ամյակը առանց ռեժիմի ինչ տենց մի բան էր, կազմակերպ է։
ու գնում էիր Արցախ, Արցախում քեզի բռնեցին, ոչմ ձեր շարաշունը, ոչմ ծեծեցին։ Մենք այդ ժամանակ քննադատեցինք, ասենք, որ սխալ բան են արել, հա, սխալ բան են արել, կազմակերպված, չգիտեմ, ում հրամանով արվել էր։ Բայց այսօրվա դրությամբ ես իմ տեղն եմ ասում, իմ կարծիքն եմ ասում, ու իմ հոբարով եմ ասում, Սեֆելյան, եթե ես իմանայի դու այսօրվա դրությամբ կհասներ օրը, որ դու այսօրը տենց մի արտահայտություն կանելու այդ ճանապարհին կկանգներ, ես իմ արև, ես այդ օրը ես այն օրը, որ Շուշիում ես քեզ հանդիպեցինք, այդ օրը կլիներ քո վերջի օրը։ Քեզ կսատկացնեի շամպես, դավաճան շամպես։ Դու այսօր կային է արտահայտությունը սանում, որ ասում ես երկրապահը պիտի լուծարվի։ Եթե երկրապահը պիտի լուծարվի, դու էլ քեզի հաշվում ես, քեզ հաշվում են հրամանատար, դու թքեմ քո նման հրամանատարի երեսին։ Քեզ վայնի տրիբունալում գնդակահարել է քիչ։ Դու լավ գիտես, որ երկրապահը դա կամավորական բանակ է։ Դա կամավորական բանակ, ապրիլյան պատերազմի ժամանակ ինչը փրկեց կամավորական բանակը։ Հայ ազգի միշտ փրկել է Զապաս, իր էնզեն կամավորական բանակը։ Դու ուզում ես դրան վերջ դնես, հանուն ազերբայջանցիների, դու ազերբայջանցիների համար ես աշխատում։ Հա Սեֆելյան։ Ու քու կողքն կանգնած է Պավլիկը։ Դուք ծախված տվարներ եք։ Ամպերության բաժակը կլծվի։ Ուրեմն ես քեզ ինչ կասեմ, Սեֆելյան, լավ կլինի դու քո փասափուսը հավաքես ու սիկտիրդ քաշես քո Լիբանանը, որ դու ցեկել ես։ Քանի ուշ չի։ Թե չէ դու Հայաստանում կլինես անտեր մեռը, շան թուլի պես քեզ կսատկացնեն մի օր։ Մի օր քեզ կսատկացնեն, շան թուլի պես։ Ասնեմ մյուս հարցիս, որը որ էլի շատ հետաքրքիր է։ Մյուս հարցը ինչումն է։ Բնականում Գյումրիում ազատ առևտրի գոտի են ուզում սարքել մարդիկ։ Այդ ազատ առևտրի գոտին պետք է արվի այնտեղ ուրեմն հրեական կապիտալն աշխատելու։ Ուրեմն ինչ են ուզում անել։ Մարդիկ շատերը ազատ առևտրի գոտի են ներդրումներ լինելու։ Ժողովուրդ, այստեղ ուրեմն կատարում է մի process, որը որ այդ process-ում երկու ազգերի միջից այդ process-ը մասնակցել է երկու ազգ ու երկու ազգերից մեկը այդտեղ դուրս է գալու շահողը, իսկ մեկը դուրս է գալու կորցնողը։ Իսկ կորցնողի ճակատագիրը շատ վատ է լինելու։ Ուրեմն այդտեղ երկու ազգեր, ովքեր են հրեական կապիտալ եւ հայկական հողեր։ Ուրեմն հայկական հողերի վրա Հայաստանում հրեական կապիտալը պետք է աշխատի։ Ինչ պետք է աշխատի։ Ուրեմն արտադրանք պետք է ինչ-որ արտադրվի, դրսից ներկրվելու Հայաստան, պիտակավորվելու է, արտադրվել է հայկական Հայաստանում, հա, ու հետո գնալու է Ռուսաստան, Եվրազիստի շուկա։ Հարցը դրանում չի, ինչ-որ կողմից ես մտածում, ասում եմ, դե լավ, դե իմանդից գալու է, այստեղ արվելու է, ոնց էլ մի 200 հոգի հայ աշխատելու են, եւ աշխատավարձ կստանան։ Հարցը դրանում չէ։ Հարցը նրանում է, որ այդ հրեական կապիտալը որ պետք է գաստե, այդ հրեական կապիտալը հենց այնպես չի գալու։ Նա գալու է տարածքներն առնելու։ Այդ կապիտալ աշխատելու համար տարածքներ է պետք։
տարածքներ։ Իսկ տարածքները այսօրվա մեր այսօրվա համբալ ղեկավարությունը, համբալների համբալը, այդ հավաքույթը համբալների, նրանք պատրաստ են սա վաճառելու ու վաճառվում այսօրվա դրությամբ։ Ու գալու է մեկ օր է գալու, որպեսզի մենք իմանալու ենք։ Իմանալու ենք, որ ասենք խոսքի ինչ-որ ահագին տարածք, ինչ-որ մի տոկոսային հարաբերությամբ, եսի գտնում է հրեական սեփականություն։ Ինչպես կատարվավ 80 թվին, երբ որ ամերիկացիք այդձև շարժվեցին եւ մտան Հորդանան եւ այնտեղ պաշտպանեցին ամերիկյան կապիտալի սեփականությունը, մարդիկ մտել էին, առել էին, մարդիկ տարբեր ֆիրմաների անվանտակ ինչ-որ պրոցենտ էին առել, որպեսզի ամերիկան կարողանար ներխուժել, ինքը իրավունք ուներ զորք մտցնել եւ իր կապիտալը պաշտպանելու համար, եւ արեց դա։ Այսօրվա դրությամբ ուրեմն ինչ է կատարվում Հայաստանում։ Քննած ժողովուրդը, որը որ շատերը ծափարեցիք, հուհա արեցիք, ելեք փողոցները ճամփեք քդրեցիք, ձեր 3 տարեկան երեխային տարեք դրեցիք խաչմերուկում, լուլկի մեջ, այդձև դուք մտածեցիք, թե դուք ճանապարհը կդրում եք, Սերժը գնալու է եւ ամեն ինչը լավ է լինելու։ Ու կախարդական փայդիկով Նիկոլը ոնց որ ելույթ էր ունենում, ազգային ժողովը այդպես մի հատ ելույթ կունենար ու սա կկնեիք ամեն ինչը լավ կլիներ։ Այսօր ուրեմն ինչ է կատարվում։ Հրեական կապիտալը որ գայս է Հայաստան, նա առաջինը գայս է ոչնչացնելու հայ եկեղեցին։ Հիշենք մի 10 տարի առաջ, մի 15 տարի առաջ Հայաստանում կա երկու հատ եկեղեցի, որը որ մի այսքանի տարի հայ ու բանը հույները կոտոր ջարդում են իրանց այդ եկեղեցու համար։ Ինչի եմ այն ջարդում, եթե մի քիչ հետ գնանք ու խորանանք ուրեմն տեղեկությունների վրա, հույների հետև կանգնած էին հրեաները գումար էին տվել հույներին, որպեսզի հայերին արանքից հանեն, եւ երբ որ հայերին արանքից կհանեն, իրենք կարողանային հույներից վաճառքով առնեին այդ եկեղեցիները եւ այդ եկեղեցիները իրենք պատրաստ էին վերացնելու, դրանց տեղը ուրեմն պիտի կառուցվեր մեկ ուրիշ բան, բայց չմնար հետ հայկական կամ քրիստոնեության։ Դա չստացվավ, քանի որ հայերը համառ էին։ Եվ վերջը հրեաները ինչ որոշեցին, որ անցած տարի որոշեցին դնեն հարգեր։ Հարգերը երբ որ դրեցին, հույներն ասացին մենք չենք ուզում հարկ տանք, մենք հրաժարվում ենք, թող հայերն տիրություն ունեն այդ եկեղեցում։ Մենք մեր օրվա ժամը կգանք, կաղոթենք, կեթանք։ Դրեցին հարգեր։ Հիմա հարգերով տեսան էլի չկարողացան հայերի վրա։ Գարեգինը չստորագրեց, չվաճառեց դա, եւ որոշվավ ինչ արվի, որոշվավ Էջմիածինը հիմքից անհետացվի։ Ուրեմն ինչ է արվում։ Աղանդավորները եկել են Հայաստան եւ աղանդավորները, երբ որ տերտերը գնում է դպրոց, աջակցում է դպրոց եւ կրթության գիտության նախարար Խոզի Գոջի են կարմրցրած Գոջին, են Լանդրաս խոզը, երբ որ ասում է Տեր հայրին ասում է դու ինչ գործ ունես այստեղ, ու մեկ ուրիշ սորթի, Իջևանի սորթացու խոզը ձեն չի հանում, բուկվալին 2 օր առաջ աղանդավորների ճյուղի ղեկավար հանդիպում ունենում ուրեմն անունը չեմ ուզում տամ, Աննայի հետ, Փաշինյանի կնոջ հետ, եւ քննարկում են հարցեր իրենց ապագա շարժումների համար ծրագրերի եւ ինչա ուրեմն ինչ հետաքրքիր տեղեկություն է տալիս, երբ որ իրենք պատրաստվում են իրենց պլանների մեջ կա, որ իրենք մուտք գործեն Արցախ ու մեկ էլ մուտք գործեն դպրոցներ եւ նախակրթական համալիրներ, որպեսզի քարոզեն եւ որպեսզի երեխաները հասկանան, թե ինչա Աստված կամ մյուս բաները։ Կրոնի պահով, Եվ բանից պարզվում է, որ իրենք ահագին տարածքներ են ձեռք բերում Հայաստանում, առնում են, սեփականություններ են առնում, եւ այդտեղ իրենք պատրաստվում են հիմնեն իրենց հավաքույթների տեղ, սենց ասեմ։
Եվ դա ամերիկյան ճյուղն է։ Հիմա տեսեք, ինչքան տարածքներ առան, եւ դա սա առնցվում է ու ինչն էլ հետաքրքիր ընդ տեղեկություն կա, փաստացի տեղեկություն կա, որ այդ սա առնվածները, հա, գումար առնվում է, ուրեմն ամերիկացի քաղաքացի է առնում եւ ամերիկյան ինչ որ կազմակերպության անվան տակ է։ Սրանց հետևը կանգնած է հերիական մեծ լոբին։ Դուք լավ գիտեք ժողովուրդ, որ այսօրվա դրությամբ ցեղասպանության հարցով հայերը միշտ չեն կարողանում առաջ շարժվել հերիական լոբու դեմը։ Հիմա հարցը առաջանում է, հերիական լոբին գալիս է Հայաստան, Գյումրի, ինչ է լինելու վերջը։ Ոչնչություն։ Ոչնչացվելու է ամեն ինչը։ Ոչնչացվելու է ամեն ինչը։ Ոչնչացվելու է մեր ապագան դա որն է մեր այսօրվա ջահելության ուղեղներն են լվանում։ Դրանց ուղեղներն են լվացվում։ Եթե մենք այսօր թույլ ենք տալիս մեր ջահելների ուղեղները լվացվում է այդ ուղղությամբ, ուրեմն մենք ապագա չունենք, վերջ։ Մենք կարանք մենք մեր ձեռով մեր երկրի դուռը դարպասը փակենք։ Իսկ եթե մենք ուզում ենք ապագա ունենանք, մենք պետք է դաստիարակենք ուրիշ ձևով։ Զուտ հայկական ռազմահայրենասիրական ու մյուս տարբեր ձևով։ Անցնեմ մյուսին, դա այդ մեկտեղ։ Ուրեմն երեք Ալիևը ելույթ ունեցել 4 նստաշրջան է իրենց կուսակցության եւ այդտեղ արտահայտություն արել, որ Հայաստան-Ադրբեջանի ռազմաստրատեգիական պլանը ծրագրից մենք չպետք է շեղվենք, մենք գնում ենք առաջ ու միշտ գնալու ենք առաջ, որպեսզի մենք վերադարձնենք մեր նախնիների հողերը, Երևանը եւ մյուս բաները։ Մենք պետք է դաստիարակենք մեր ջահելությանը այդ ուղղությամբ ու աշխարհի մարդկությանը նույնպես։ Այսօր դուք ընկել եք ձեռներդ բացել եք, հա, ու իրանցից խնդրում եք խաղաղություն, իրանցից խնդրում եք աղբերություն, իրանցից խնդրում եք եղբայրություն, հա, բայց իրանց կողմից դուք չեք նայում, որ իրանց կողմից լրիվ ագրեսիվ է այդում։ Ինչա դուրս գալիս են, իրենք ջարդում են, իրենք պատերազմը սկսում են, հա, իրենք ձեզ սկսում են ոչնչացնել, դուք պաշտպանվում եք, հետո դուք էլ հետում եք խնդրում եք իրան, որ արի խաղաղություն անենք, արի աղբերություն անենք, հա։ Սա է։ Այսօրվա իրականությունը, որ ձեզի քարոզում են։ Անցնեմ մյուս մի ապուշի, դավաճան ապուշի, որը որ դրան պետք է չգիտեմ, խոսք չեմ գտնում այդ ապուշին, քաղաքապետ են ուռոտ կլոնին, որը որ արտահայտությունը արի Արցախ փողոցը անվանափոխություն են կանում, որովհետև մեզ պետք չի կեղծանուն, Արցախը դա կեղծանուն է։ Այդ աննասունին մեկը չկա բացադրի ապուշ։ Եթե դու տեղով կեղծանուն ես, կեղծ մարդ ես, հա, եթե դու տեղով, դու չհասկացա, որ Արցախը դա ինչ անուն է, ուրեմն դու կատարում ես Ադրբեջանի հրամանները, հա, Ադրբեջանցու հետույքն ես լիզում, հա, նա Ադրբեջանցու հետույքն ես լիզում, դու Արցախը հանվանում ես կեղծանուն ու ուզում ես, ասում ես ժողովրդին էլ մենք պետք է դաստիարակենք խաղաղությամբ։ Ուրեմն ինչ, եթե մենք փողոցը դրել ենք Արցախի անունով, հա, պատմական հայքի 11-րդ մարզի անունով դրել ենք մեր փողոցը, հա, Արցախ, դու համարում ես, որ դա խաղաղությանը վնասում է, հա, դե ես այստեղ քեզ ես մի բան կասեմ, այ բոզի տղա։ Խաղաղությանը վնասում ես ազգերի, մեր պետականությանը վնասում ես, մեզ ազգային գաղափարներին վնասում ես, դուք ու թռմասկ հալովդ։ Անցնենք մյուսին։ Մենք այսքան ժամանակ օրական մի բան կատարվում է, օրական մի բան կատարվում է։ Հիմա անցնենք մյուսին, հակակոռուպցիոն։ Մի գյուտ արե, սենց ասեմ ժողովրդի ասածով, հա, քոլեցի ջևանցին գյուտ արե, կոռուպցիոնի, անտիկոռուպցիոնի, ուրեմն կազմակերպությանը,
ուզում է ժողովրդին ասել, գիտեք ինչ կա։ 330 քանի միլիարդ գումար կա, պիտի վերադարձվի։ Պիտի վերադարձվի 30 քանի միլիարդը, բայց այդ 30 քանի միլիարդը պիտի գնա բանակ։ Բյուջե չի գալու։ Ասեմ խի։ Որովհետև եթե բյուջե գա, ինքը պիտի երևա այդ գումարը։ Իրանք էլ տեղ չունեն տանելու, եթե տեղ ունենան տանելու կերևա։ Իրանք ասում են բանակ պիտի հետա, բայց ժողովուրդ։ Այդ խելոքին ասեմ հետևյալը։ Տղա ջան, դու այդ գումարը տանում ես ֆոնդեր։ Ոչ թե դու տանում ես բանակ, դու բանակի անվան տակ ես տանում, որ ժողովուրդը չկարողանա իմանա այդ գումարը ուր է հետում։ Հերիք չեղավ դու թալանես։ Ու ասում է, ուրեմն օրենքն են ուզում մշակեն, որպեսզի սենց է լինելու։ Առանց դատ ու դատարան, հա, առանց դատ ու դատարան ինքը գալու է, ու սենց ավելի պարզ ասեմ, իրեն գալու են, եթե մեկը ինչ-որ մի չգիտեմ, թանկարժեք ավտո ունի, գալու է, հոպ, ստոպ, ռեկետ անելու, տանելու ավտոն, հա, ու դու պիտի գնաս իրան ապացուցես, իրան դու պիտի գնաս, այդ քաղաքացին այդ վարորդը պիտի գնա ապացուցի, ասի, գիտես ինչ կա, ես 5 ռուբլին ստից եմ վերցել, ես 20 ռուբլին ընդից եմ առել, այն $100 ընդեղ եմ քրտնե տվել, այն $50 պապս էր տվել, ժառանգություն թողել, այսքան հավաքվել է ու ես այդ ավտոն առել եմ, ես որ դառնա, դրա համար գոյություն ունի միլիցիա, ավելի ճիշտ ոստիկանություն գոյություն ունի, որը ոստիկանությունը գործը կազմում է քաղաքացու դեմ, լրիվ պարզված բերում, ասում է ապացույցները, որ էս է։ Ու մտնում է դատարանում հարցը լուծվում է։ Սա օրենք ցիվիլիզովանի կարգերով է։ Ոնց որ մյուս, ասենք, երկրներում են, հա, կրթված ցիվիլիզովանի երկրներում։ Իսկ մեր մոտ Փաշինյանը անում է ռեկետ։ Սրանով ինքը ինչ է ուզում ասի, սրանով ասում է, որ մենք օլիգարխ չունենք, հա, մենք ունենք մեծահարուստ, հա, մեծահարուստ սեփականատերեր։ Պարզա, որ ինքը չի եթալու, այս օրենքը չի աշխատելու, չի աշխատելու Գագոյի վրա, Ծառուկյանի, չի աշխատելու Լեֆիկի վրա, էսի աշխատելու է Սրեդնիի վրա։ Բայց սրանով ինքը դա չի ուզում անի։ Սրա հետև կանգնած է մեկ ուրիշ բան։ Սա ևս մի քայլ է ժողովրդին զսպելու, վախեցնելու, որ տեղները ցսկվեն։ Եթե մեկը փորձեք, ասենք, խոսքի իր դեմ քայլ անեք, եթե մեկը փորձեք մի քիչ հավաքվեք, որ ասենք միտինգ անեք,